նախ ուզում եմ ասել, որ այս նախագիծը եւ ընդհանուր առմամբ օրենսդրական փաթեթը համատեղ աշխատանքի արդյունք է եւ վերջին 3.5 տարիների ընթացքում ուրեմն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ կառավարությունը համատեղ ուրեմն թե քննարկումների, թե նաեւ աշխատանքային գործընթացների շրջանակներում մշակել է Հայաստանի ուրեմն ժողովրդի համար շատ կարևոր կարելի է ասել պատմական նախագիծ, քանի որ ըստ էության մենք հիմք ենք դնում առողջության մասին հոգ տանելու նոր համակարգ։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնական սկզբունքներն են ուրեմն օրենքում ներկայացված, որոնք են, որ այն ներդրվելու է փուլային ուրեմն շրջանակներում 3 տարիների ընթացքում եւ մեր նպատակն է, որ 2029 թվականին արդեն մեր բնակչության ուրեմն մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը ունենա այս համակարգի հասանելիությունը եւ ապահով լինի իր առողջության հետ կապված առաջնային անհրաժեշտ սպասարկմամբ։ Օրենքը իրենից ներկայացնում է ընդհանուր առմամբ այս իրավական հարաբերությունները կարգավորող ամբողջական մի փաստաթուղթ, այն 0-ից մշակված է եւ անդրադառնում է ինչպես ուրեմն սուբյեկտներին, ապահովագրական փաթեթին, շրջանակներին, փոխհատուցման կարգին, թե ինչպես ով է իրականացնելու ապահովագրումը, պետական հիմնադրամի ստեղծման ողջ կառուցակարգներն է կարգավորում եւ իհարկե անդրադառնում է նաեւ բողոքների ուրեմն քննման եւ հնարավոր ուրեմն պացիենտների, բժշկական կենտրոնների կամ այլ ուրեմն գործող սուբյեկտների կողմից իրավահարաբերությունների կարգավորմանը։ Ըստ էության ուրեմն մեր օրենքով սահմանված է, որ առաջին փուլով 2026 թվականին կապահովագրվեն երկու խումբ, առանձնացնենք երկու խումբ անձանց, առաջին խումբը պետության կողմից ապահովագրավճարի փոխհատուցմամբ ապահովագրվող անձինք են, դրանք մինչև 18 տարեկաններն են, 65+ տարիքի անձինք են եւ 18-ից 65 տարեկան ուրեմն հաշմանդամության կարգ ունեցող, առաջին, երկրորդ, երրորդ կարգ եւ դրան համապատասխան նաեւ ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք են, հաջորդիվ անապահովության ուրեմն բալ ունեցող, 28 բալից ավել ունեցող անձինք են, ընտանիքներն են։ Հաջորդ եւ 65+ ասեցի։ Հաջորդ խումբը այն քաղաքացիներն են, ովքեր իրենք են վճարելու իրենց ապահովագրավճարը, դա վերաբերվում է 200,000 դրամ աշխատավարձից ավել գումար վաստակող անձանց, նշեմ, որ այս մեկնարկային հաշվարկային շեմը վերաբերում է համախառն ուրեմն եկամտին, սա նշանակում է, որ հարկերը ներառյալ եւ եթե անձը մի քանի տեղ է աշխատում, ապա եւս հաշվարկվում է նրա բոլոր տեղերում ուրեմն հաշվարկված աշխատավարձի հանրագումարը։ Եվ եթե այս հանրագումարը 200,000 դրամից ավել է, ուրեմն նա կընդգրկվի 2026 թվականին առողջության ապահովագրության համակարգում։ Հաջորդիվ 2027 թվականից կներառվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձինք եւ այնուհետեւ արդեն 2028 թվականին մնացած խմբերը, ովքեր են օրինակ գյուղացիական տնտեսություններում զբաղված անձինք եւ աշխատող անձանց փոխկապակցված ընտանիքի անդամները, օրինակ բերեմ ուսանողները, որոնք ըստ էության այս ապահովագրության շրջանակներում եւս իրենք են հանդիսանում ապահովագրավճար վճարողներ։
Ինչ վերաբերվում է այս շահառուների, նշեմ, որ բոլոր այն քաղաքացիների խմբերը, ովքեր որ կապահովագրվեն պետության կողմից, նրանց համար գործելու է մի քանի կոնկրետ չափանիշներ։ Առաջինը եւ ամենակարևորը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ լինելու կարգավիճակ։ Սա նշանակում է, որ տարվա ընթացքում անձը Հայաստանում պետք է բնակվի առնվազն 183 օր եւ այս պարագայում է, որ պետությունը կփակի նրա ապահովագրավճարը։ Սա ռեզիդենտության եւ քաղաքացի լինելու նախապայմանը չի վերաբերում աշխատավարձ ստացող եւ իր համար ապահովագրավճար վճարող անձին, այսինքն բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանում են ապրում, աշխատում, բայց չեն հանդիսանում Հայաստանի քաղաքացի կամ Հայաստանի ռեզիդենտ, եւս ընդգրկվելու են այս ապահովագրական համակարգի մեջ եւ հանդիսանալու են ապահովագրավճար վճարողներ։ Օրենքի կարգավորման տրամաբանությամբ նախանշված են, որ ուրեմն այն տրված են իհարկե հիմնական հասկացությունները, որովհետև մենք ըստ էության նոր համակարգի ստեղծմամբ պետք է ունենայինք հստակ նկարագրություն, թե առողջության ապահովագրության շրջանակներում ցանկացած ուրեմն եզրույթ ինչ շրջանակ ունի, ինչ բովանդակ ունի եւ այստեղ բոլոր ուրեմն հասկացությունները մանրակրկիտ ձևով, հստակ ձևով ամրագրված են օրենքի շրջանակներում։ Մենք ուրեմն տվել ենք այն շրջանակը, որը ծածկելու է ապահովագրական փաթեթը եւ սա եւս ուրեմն հակիրճ կերպով ներկայացնեմ, վերաբերելու է մարդու առողջության առաջնային օղակում անհրաժեշտ բուրժ ծառայությունների, ուրեմն շտապօգնության ծառայություններին, հիվանդանոցային բուժօգնությանը եւ այս 3 ուղղությունների շրջանակներում կազմվելու է արդեն կառավարության իհարկե այստեղ տրված է ավելի մանրամասն շրջանակներից ոչ միայն այս ընդհանուր ձևակերպումներն են, այլ դրա մեջ մտնող նաև որոշակի բան է տրված, շրջանակ է տրված բուժօգնության, բայց արդեն ծառայությունների կոնկրետ ցանկերը հաստատվելու են կառավարության որոշմամբ եւ իհարկե այս օրենքը եւս այդ լիազորող բոլոր նորմերը սահմանել է։ Տրված են իհարկե մանրակրկիտ ձևով, թե ինչպես է ապահովագրական ուրեմն համակարգ մարդը ներառվելու, ինչպես է իրականացնելու վճարումները, ինչպես է կարգավորվելու մարդու աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու իրավահարաբերությունների ժամանակ, ապահովագրված լինելու նրա հանգամանքը ինչպես է փոխվելու։ Մենք այստեղ եւս ունենք որոշակի ապահովության բարձիկներ, այսինքն անձի կողմից աշխատանքից ազատվելուց հետո էլ նա այդ տարվա ընթացքում մնում է ապահովագրական համակարգում, բայց շարունակում է արդեն ինքը հանդիսանալ վճարող եւ պետք է շարունակի ամսական վճարումները իրականացնի, որպեսզի համակարգում ակտիվ մնա նրա ապահովագրական փաթեթը։ Կարգավորվում են իհարկե նաեւ այն հարաբերությունները, թե ապահովագրական ուրեմն ապահովագրված անձը, եթե չի իրականացնում ապահովագրական իր վճարում այս պարագայում ինչպես ենք մենք ուրեմն եւս հարաբերվում քաղաքացու հետ եւ շատ կարեւոր է ընդգծել, որ այս մասով էլ իհարկե ուրեմն որոշակի վարչական տույժերի մասով մենք այստեղ եւս իրար հետ դեռ կունենանք, եթե առաջարկությունները լինեն, իհարկե կքննարկենք այս մասով էլ, բայց մեր նպատակն է, որ ուղղակի անձը ուրեմն ապահովագրավճարի ուրեմն գանձման շրջանակներում, ինչպես օրինակ այլ տույժերի տուգանքների շրջանակներում է արվում, ուղարկվի հարկադիր կատարման եւ ուղղակի գանձվի հենց ապահովագրավճարի մայր գումարը, այստեղ մեզ համար գլխավորը դա է եւ ոչ թե հավելյալ ինչ որ վարչական պատասխանատվություններ սահմանել անձանց համար։ Բայց մենք հասկանում ենք իհարկե, որ համակարգի գործունեության սահմանությունը, համակարգի թափանցիկությունը եւ նաեւ շարունակական
պարտականություն է, հնարավոր է ապահովել, եթե մենք բոլորս այս պարտավորությունները իրականացնում ենք անշեղորեն։ Ապահովագրական փաթեթի ուրեմն ապահովագրական փաթեթի ակտիվացումը տեղի է ունենում այն պահին, երբ որ ապահովագրված անձը ներառվելով ուրեմն մեր ռեգիստրում ստանում է հաղորդագրություն, որ ինքը առաջարկ է ստացել պետության կողմից ապահովագրվելու եւ իր համաձայնությամբ արդեն ներառվում է ուրեմն համակարգի մեջ եւ նրա համար ակտիվանում է ապահովագրական փաթեթը։ Ընդհանրապես ապահովագրական համակարգի եւ այլ սոցիալական ապահովագրական համակարգերի տարբերությունը նրանումն է, որ եթե մենք օրինակ մեր կենսաթոշակային հիմնադրամին իրականացնում ենք տարիներով վճարումներ, որպիսի հետագայում, երբ որ մեր կենսաթոշակային տարիքը կգա եւ մենք կկարողանանք օգտվել այդ համակարգից, առողջության ապահովագրությունը գործում է ապահովագրավճարը վճարելուց հենց հաջորդ օրվանից եւ սա նաեւ կարևոր է, որ մարդը արդյունքը իր կատարած վճարումների եւ վերադարձը ծառայությունների տեսքով շատ արագ է իր վրա զգում։ Մենք իհարկե հասկանում ենք, որ մեր երկրում երկար տարիներ եղել են առողջապահական կարիքներ, որոնք ըստ էության բավարարված չեն եղել։ Եվ այստեղ էլ շատ իհարկե քաղաքական որոշում է նաև, որ ինչ որ մի պահի մենք պետք է հանձնառություն վերցնենք եւ մեր քաղաքացիների անհրաժեշտ բուժօգնության կարիքը փորձենք աստիճանաբար բավարարել։ Ինչի եմ սա նշում, որ այո, հիմնական ռիսկերից, որ նաև ապահովագրության բարեփոխումը քննարկում էինք, դա դիմելիության աճն է, որ արդյոք մեր երկրի առողջապահական համակարգը կկարողանա դիմակայել այն ուրեմն դիմելիության աճին, որը որ սպասելի է։ Ըստ էության այս բոլոր ռիսկերը եւս հաշվարկված են եւ մեթոդաբանությունը, որը հաստատվել է նաեւ ֆինանսների նախարարության կողմից, թե ինչպես ենք մենք իրականացրել ակտուարական հաշվարկները, ենթադրում են եւ դա ներառված է, որ այո լինելու է որոշակի դիմելիության աճ։ Եվ այստեղ էլ մենք պետք է հստակ ունենանք մեր առաջ, որ ապահովագրական ծառայությունները, ապահովագրական փաթեթը չի փակելու բոլոր ծառայությունները, այլ մեր կողմից առանձնացվել են մեր երկրի հիվանդացության, մահացության բեռ հանդիսանող հիմնական հիվանդությունները եւ դրանց համար անհրաժեշտ առաջնային այն, ինչ կյանք փրկող, հաշմանդամությունը կանխող, մարդու առողջությունը հիմնականում վերականգնող ծառայություններն են։ Եվ իհարկե սրա շրջանակներում էլ օրենքը նախատեսում է, որ լինելու են որոշակի համավճարներ, լինելու են ուրեմն ծառայությունների թե փոխհատուցման գնի վերին սահմանաչափեր եւ թե նաեւ որոշ ուղղություններով նաեւ տարեկան ծառայություններից օգտվելու քանակային սահմանաչափեր։ Ինչու եմ սա նշում, որովհետեւ այո, ինչպես նշեցի, տարիների կուտակված առողջապահական կարիքները բավարարել շատ կարեւոր է, բայց առողջապահական համակարգերը զարգացած նաեւ ուրեմն արդյունավետ են լինում, եթե ճիշտ տրիաժավորում են եւ առանձնացնում են առաջնակի անհետաձգելի բուժօգնությունը եւ պլանային բուժօգնությունը, որը հնարավոր է հերթագրման եւ այսպես աստիճանական սպասարկման տրամաբանությամբ ապահովելու։ Մի օրինակ ես բերեմ, իհարկե պարզ է, որ սրտի ստենտավորումը, եթե դա հարատապ դեպք է, չի կարող հերթագրվել եւ այստեղ խոսքը չի գնում այս ծառայության մասին կամ անհետաձգելի բուժօգնության մասին։ Բայց օրինակ ծնկան հոտի էնդոպրոթեզավորումը, որը շատ կարևոր ուրեմն ծառայություն է, կամ աչքի կատարակտի վիրահատությունը, որը էլի շատ ուրեմն անհրաժեշտ ծառայություն է, կարող է հերթագրվել եւ անձը ոչ թե ստանալ հիպոթետիկ եմ ասում 1 շաբաթից, այլ 2 ամսից, 3 ամսից եւ սա որևէ կերպ ուրեմն չի ազդում նրա վերականգնման ուրեմն աստիճանի վրա։ Եվ այստեղ էլ երբ որ կշռում ենք կարևորությունը համակարգի, մի կողմում մեր քաղաքացին, օրինակ 65+ տարիքի քաղաքացին պետք է ինքը վճարեր այդ ծառայության համար եւ քանի որ այդ ծառայությունները բավականին թանկ էր
ուղղակի զրկված էր այդ ծառայությունները ստանալուց, կամ դա կստանար իր բարեկամների կողմից վճարման, կամ վարկի միջոցով վճարման պարագայում, ապա այս դեպքում կստանա պետության կողմից, ապահովագրության կողմից ուրեմն փոխհատուցման կարգով եւ իր այո կարող է սպասման որոշակի ժամկետ լինել։ Սա այս բոլոր գործիքները իհարկե օրենքով սահմանված ենթաօրենսդրական ակտերով կարգավորման առարկաներ են եւ մենք արդեն իսկ այս ենթաօրենսդրական ակտերի նախագծերը մշակված են, դրանք օրենքի ընդունումից հետո վերջին շտկումները կիրականացնենք, որտեղ ըստ էության օրենքը այս տարվա մեջ էլ բավականին փոփոխվել է, հստակեցվել է, որոշակի ուրեմն կարգավորումներ ուրեմն դուրս են եկել եւ այս պարագայում էլ մենք օրենքի հենց ընդունման պահից արդեն վերափոխելով նախագծերը կառավարության կողմից կհաստատենք ամբողջական փաթեթը։ Ներկայացնեմ նաև թե ինչ է այս օրենքի ընդունումը ենթադրում այն քաղաքացիների համար, ովքեր այսօր օգտվում են պետական պատվերի շրջանակներից, ներողություն։ Բայց աստիճանական կարգով են ներառվելու ապահովագրական համակարգ, մենք այսպես ենք նախագծել, որ պետական պատվերի համակարգը մարման կարգով 3 տարվա ընթացքում արդեն ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման արդյունքում որպես այդպիսին արդեն միջոցառում պետական բյուջեից դուրս կգա եւ մենք կունենանք մեկ բազային փաթեթ ունիվերսալ բոլոր քաղաքացիների համար ապահովագրության շրջանակներում եւ կունենանք նվազագույն ծառայությունների ցանկ, որոնք կտրամադրվեն ապահովագրություն չունեցող անձանց։ Մենք հասկանում ենք, որ մեր երկրում ուրեմն շարունակելու են լինել անձինք, ովքեր ապահովագրված չեն լինելու։ Դա Հայաստանում ուրեմն կարճ ժամանակ ապրող անձինք են, ոչ ուրեմն քաղաքացիներն են, Հայաստանում միջազգային պայմանագրերի շրջանակներում աշխատող անձինք են եւ այլն, ովքեր որ կօգտվեն միայն այն անհրաժեշտ վարակիչ հիվանդությունների, շտապ օգնության եւ այլն անհետաձգնելի բուժօգնության շատ սահմանափակ ծառայությունների շրջանակից։ Եվ սա էլ այս համակարգի ներդրումը կբերի որոշակի թափանցիկություն եւ հստակություն։ Ինչու, որովհետև տարիների ընթացքում պետությունը իր զարգացման, իր բյուջետային հնարավորությունների ավելացման ուրեմն շրջանակում անընդհատ ավելացրել է շահառուների խումբ, ծառայությունների խումբ եւ ըստ էության ստեղծվել է մի շատ խառնիճաղանճ պատկեր, թե պետական պատվերի որ ծառայությունները որ խմբերին ինչ ծավալով են հասանելի դառնում։ Եվ սա էլ երբեմն շփոթության եւ անգամ չարաշահումների, ես չեմ խորշում դրանից, առիթ են հանդիսանում, որովհետեւ տարբերակել երկրորդ կարգի հաշմանդամին ուրեմն վիրահատության այս վիրահատությունը հասնում է երրորդ կարգի հաշմանդամին չի հասնում, զինվորականին հասնում է, բայց մեկ այլ տարբերակով չի հասնում է այս գնով թե այլ գնով այս համակարգը մեզ թույլ չի տալի ունենալ թե քաղաքացիների, թե բժշկական կենտրոնների եւ թե պետության համար հստակ ծառայությունների շրջանակ, հստակ անձանց տրամադրվող եւ մարդիկ էլ արդեն քանի որ ծառայությունների ցանկը հրապարակված է լինելու եւ հասանելի է լինելու, քաղաքացիները իրենք կարող են շատ ուրեմն հստակ կերպով իրենց իրավունքները պաշտպանել։ Իհարկե օրենքի ամենակարևոր ուզում եմ ասեմ ընդգծեմ հատվածներից այս 3 տարիների անցումային փուլերն են, թե որ этаպում որ խմբերն են մտնում եւ ինչպես է ուրեմն օրենքը ամբողջական արդեն ուժի մեջ մտնելու եւ այս մասով էլ եթե հարցեր կլինեն, իհարկե սիրով կպատասխանեմ։ Ես ուզում եի նշել, որ օրենքով նաև նախատեսված են, ինչպես ասեցի, համավճարի շրջանակներում հնարավոր ուրեմն փոխհատուցման մեխանիզմները, սա էլ է մեր կարևոր սկզբունքներից մեկը, որ մենք ունենք ուրեմն հաշվարկ, որ մեր 129.600 դրամը, որը այսօր օրենքում նախագծում սահմանված է որպես ապահովագրավճար,
սրա շրջանակներում մենք ինչ ծավալ ենք իրատեսապես կարողանալու տրամադրել։ Եվ նաև համարում ենք, որ դրանից հավելյալ ծառայությունները, դրանից հավելյալ ավելի թանկարժեք բժշկական նշանակության պարագաները, դրանից մեր սահմանաչափերից ավել դեղորայքը պետք է հստակ կարգավորված ձևաչափով քաղաքացիները հնարավորություն ունենան իրենք ուրեմն հավելավճար վճարելու միջոցով արդեն կարողանան ձեռք բերեն։ Եվ սա է ընդհանուր առմամբ ապահովագրական համակարգերի տրամաբանությունը, բազային ապահովագրական փաթեթները, դրանք անհրաժեշտ ծառայություններն են եւ դրան հավելյալել այս ուրեմն փաթեթին հավելյալել այլ մասնավոր ապահովագրական ընկերություններ կարողանալու են ձևավորել մասնավոր ապահովագրական փաթեթներ, պլյուս փաթեթներ եւս շատ տարբեր ծավալներով։ Եվ մեզ համար սա եւս շատ կարևոր է, որ մարդիկ հիմնական նպատակը բավարարելով օրենքի, որն է մեր ժողովրդի առողջության մասին հոգ տանելն է եւ առողջապահական բարվոք ցուցանիշներ գրանցելն է մեր երկրում, դրանք են կյանքի միջին տևողության ապահովումը, դրանք են ուրեմն կյանքի ոչ միայն տևողության երկարումը, այլ կյանքի ընթացքում հնարավորինս առողջ եւ աշխատունակ վիճակով ապրելու հնարավորությունն է։ Բայց մենք հասկանում ենք, որ հավելյալ ծառայությունները, հավելյալ կոմֆորտը, հավելյալ կարիքները պետք է եւս հնարավորություն լինի ապահովելու արդեն մասնավոր ապահովագրական փաթեթների շրջանակներում։ Երևի ես այսքանով սահմանափակում եմ, որովհետև շատ անգամներ եմ ներկայացրել եւ բոլոր գործընկերները կարծում եմ շատ լավ տեղյակ են